Ողջույն, Անի կենտրոնի Ժիրայր Սարգսյան գրադարան ստուդիայում զրույցների այս շարքը իրականացնում ենք Ալիք մեդիայի հետ համատեղ, շնորհակալություն Հակոբ Հովակիմյան հիշատակի նախաձեռնությանը, զրույցների այս շարքի հյուրը Տեր Հեթում Քահանա Թարվերդյանն է, Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, շնորհակալ եմ, որ եկել եք։ Այս հարցազրույցը սկսելուց առաջ լուր կարդացի, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առաջացած տարիքին առողջական խնդիրներ ունենալով այցելել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, հանդիպել ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ փոքր հաղորդագրության մեջ ասվում էր, որ առաջին նախագահը դատապարտում է հայոց 1700-ամյա եկեղեցու դեմ ոտնձգությունը, ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ առաջին նախագահը ողջամիտ մարդ է եւ իր քաղաքական կենսագրությունը եւ առավել եւս որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ սերտ հարաբերության մեջ է եղել դեռ դասախոս եղած տարիներին եւ եղել է Ճեմարանի դասախոսը, հրատարակչությունում է աշխատել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Վազգեն Վեհափառի հետ է շփվել եւ շատ եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, որ այսօր եկեղեցու մեր նվիրապետական կարգի բարձր տեղում են կանգնած, առաջին նախագահի աշակերտներն են եղել եւ ուսանողները։ Եվ առաջին նախագահը հասկանում է, որ այս ամենը կատարվում է, որպեսզի հարված է հայոց ինքնության դեմ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ առաջին նախագահը զգալով, որ խնդիրը հայ եկեղեցու դեմ է, անձերի դեմ չէ, եւ զգալով, որ եկեղեցին ոչ թե պաշտպանության կարիք ունի, այլ միության կարիք ունի, եւ առաջին նախագահը իր քայլն է կատարել։ Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, արդյոք սա անձերի միջև ի վերջո եւ Հայաստանի վարչապետը եւ ամենայն հայոց կաթողիկոսը անձեր են, որոնք կարող են միմյանց նկատմամբ ունենալ որոշակի վերապահումներ, այսինքն սա անձերի պայքար չեք համարում, սա համարում ենք Հայաստանի պետության ինչ ասեմ, եթե Տեր-Պետրոսյանի բառով ասենք, ոտնձգությունը հայ եկեղեցու նկատմամբ եւ ինչու պետք է Հայաստանի պետությունը ղեկավարը ոտնձգություն կատարի եկեղեցու դեմ։ Նախ յուրաքանչյուր բարձր պաշտոնյա մարդ, թե հոգևոր ասպարեզում, թե քաղաքական ասպարեզում, նույնիսկ մշակութային ասպարեզում կամ մտավորականները իրենք ներկայացնում են պետությանը, եկեղեցուն եւ ժողովրդին։ Եվ պետական այրերի խոսքը պետք է լինի հավասարակշռված, ինչպես նաեւ հոգևոր այրերի խոսքը, եւ որովհետեւ յուրաքանչյուրը ներկայացնում են ինստիտուտը, ոչ թե իրենց անձերը, իրենց ազգանունները կամ հայրանունները կամ իրենց գերդաստանի պատմությունը։ Ես այստեղ ներկայ եմ որպես Տեր Հեթում Քահանա Թարվերդյան եւ ներկայացնում հայ առաքելական եկեղեցին, իմ կարծիքն եմ հայտնում որպես հայ առաքելական եկեղեցու ծառայող, նվիրյալ եւ սպասավոր։ Եվ ես իմ աշխարհիկ կյանքն եմ ունեցել, իմ աշխարհիկ կյանքը ես առանձին որպես այդպեսին ունեցել եմ անցյալ շրջանում եւ որևէ մեկին չի հետաքրքրել թե նախկինում Տեր Հեթումը ինչ է, ով է եւ ինչ ճանապարհ է անցել։ Ես ներկայացնում եմ ասել հայ եկեղեցին եւ ես պետք է լինեմ այնպեսին, որ գայթակղության առիթ չդառնամ մյուսների համար։ Մենք որպես եկեղեցի, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է լինենք մեր կոռեկտության սահմաններին, որովհետեւ մենք այսօր այն վիճակում չենք, որ ուրախացնենք մեր հարևան թշնամիներին։ Մեր հասարակությունը այսօր միության կարիք ունի, ոչ թե բաժանության կարիք ունի։ Մեր հասարակությունը այսօր շատ խոցված է, մեր ժողովուրդը շատ խոցված է եւ 5 տարի անցել պատերազմից, մեր ժողովուրդը կամաց ուզում է իր վերքերը ամոքել։ Եվ կարիքը չկա, որպեսզի մեծ բաժանում մտցնենք մեր ժողովրդի մեջ եւ հայությունը ցնցենք, մեր հասարակությունը ցնցենք։ Մեր ժողովուրդը մեղք է, մեր ժողովուրդը այսօր դրա կարիքը չունի եւ առավել եւս որ պետական այրերը եւ առավել եւս առաջին անձը որ ներկայացնում է պետությունը հայուախառն գրառումներ կատարի։
ճիշտ եք համարում պետություն եկեղեցի բաժանումը ընդհանրապես որպես սկզբունք։ Պետություն եկեղեցի հարաբերությունները պետք է բաժանվեն հիմնարար սկզբունքներով։ Պետությունը պետք է զբաղվի իր գործունեությամբ, գործառույթներով, նույնպես եկեղեցին։ Եվ եկեղեցին ինքը հոգևոր կառույց է, Քրիստոսի հիմնած կառույցն է, եւ եկեղեցին ունի իր առաքելությունը կյանքում եւ այս աշխարհում, որն է Քրիստոսի խոսքի քարոզչությունը, ավետարանի քարոզչությունը, լույսը, մարդկանց հոգիների փրկությունը եւ պետությունն ունի իր գործառույթները։ Առաջինը սահմանադրական կարգի պահպանումը եւ երկրի անվտանգությունը։ Եվ երկուսը պետք է տարբեր բևեռներ լինելով պետք է բաժանվեն հիմնարար սկզբունքներով։ Ես որպես մարդ, որ կրթություն եւ դաստիարակություն եմ ստացել, ինձ համար է շատ տհաճ եւ դատապարտելի այն բառապաշարը, որ օգտագործվում է ընդհանրապես նույնիսկ քաղաքականության մեջ եւ բնականաբար ես չեմ կարող արդարացնել մեր եկեղեցու դեմ նման բառապաշարը, բայց այստեղ մի մեծ բայց կա, արդյոք սա այն գինը չէ, որ վճարում է հայոց 1700-ամյա եկեղեցին, երբ որ նրա առնվազն երկու, ինչ ասեմ, թեմերի առաջնորդներ դուրս են եկել փողոց, լրատվամիջոցներ եւ պայքարում են երկրի իշխանությունների դեմ, թե այսին բերած օրինակը կոռեկտ չէ, ավելի կոնկրետ ասեմ, նկատի ունեմ Գալստանյան սրբազանին եւ Աչապահյան սրբազանին, Տավուշի եւ Շիրակի թեմի առաջնորդներին։ Կարծում եմ համեմատությունը ճիշտ չէ, որովհետև եկեղեցին գին չի վճարում։ Եկեղեցուց եկեղեցու հետ հաշվե հարդար չեն տեսնում։ Եկեղեցին դա մի կառույց է, որը ներկայացնում է իր հոտը։ Եթե մենք եկեղեցին գին է վճարում, ուրեմն վճարում է հայ ժողովուրդը այդ գինը։ Եկեղեցին ինքը մի օրգանիզմ է, որ այդ օրգանիզմը շնչում է, ապրում է, եւ այդ օրգանիզմում, այդ կառույցում կան տարբեր տեսակ մարդիկ իրենց կարծիքներով եւ քննադատելով իշխանություններին յուրաքանչյուր մարդ իրավունք ունի։ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Նման օրինակներ պատմության մեջ շատ են եղել։ Եվ չասենք եկեղեցին, հոգևորականները շատ են քննադատել տարբեր իշխանություններին։ Օրինակ վերջին շրջանում նաև օրինակ Բելարուսում, երբ որ հակաիշխանական ցույցեր են, նաև եկեղեցում հոգևորականներ կային, որոնք մասնակցում էին։ Բելարուսի իշխանությունները քննադատում էր, ասում էր՝ մի մասնակցեք։ Յուրաքանչյուր անձ նաև ունի իր կարծիքը, սեփական կարծիքը։ Այստեղ հիմա շատերը կհասնան, դա քաղաքականության զբաղվել է։ Այո, հենց դա եմ ասում, Բագրատ Սրբազանը զբաղվում էր քաղաքականությամբ, շարժում էր սկսել Սրբազան շարժում, կարծեք հավակնություն ուներ դառնալու վարչապետ նաև։ Մայրաթորը իր հաղորդագրությունը տարածեց Բագրատ Սրբազանի հետ կապված, որ եթե քաղաքականության հայտ է ներկայացնում, հետևաբար ժամանակավորապես կասեցվում է իր հոգևոր գործունեությունը։ Դա ինչ է նշանակում, շատ մարդիկ չհասկացան դրա բովանդակությունը։ Դա նշանակում է, որ ծիսական, վարչական առումներով Բագրատ Սրբազանը դադարեցնում է ժամանակավորապես, որպեսզի կարողանա իր հոգևոր գործունեությամբ զբաղվի։ Դա է։ Եվ Բագրատ Սրբազանը ոչ պատարակ է հիմա մատուցում, ոչ ժամերգություն է անում, ոչ խորհուրդներ է կատարում, կարող է գնալ կանգնել աղոթել իր որպես քրիստոնյա, բայց ինքը կասեցված է իր գործունեությունը եկեղեցու կողմից։ Հստակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնը իր հաղորդագրությունը տարածեց, որ եթե հայտ է ներկայացնում որպես անձ, ուրեմն ժամանակավորապես ինքը չի զբաղվում եւ Բագրատ Սրբազանը այլևս Տավուշի թեմի առաջնորդը չէ։ Լավ, երբ որ խոսում ենք պետություն եկեղեցի բաժանման մասին, կարծեք համաձայն ենք, որ այդ տարանջատումը պետք է լինի այնուամենայնիվ, կարող ենք ասել, կարող ենք մոտավոր սահմանը հասկանանք, որն է այն սահմանը, որ երկու կողմերն էլ դա չհատեն։ Գուցե մոտենան, բայց ոտք չդնեն այդ սահմանի վրա։ Կա այդպիսի սահման ձևակերպված։
2005 թվականին, երբ որ սահմանադրությունը այսպես հաստատվեց, վերջին սահմանադրությունը, այսպես ասած, սահմանացած փոփոխված սահմանադրությունը հաստատվեց, 17-րդ հոդվածը խոսում է, 17 եւ 18-րդ հոդվածները խոսում են հայ առաքելական եկեղեցու բացառիկ կառույց լինելով, ազգային հոգևոր կառույց լինելու մասին։ Ես կարծում եմ, որ պետություն եկեղեցի հիմնարար սկզբունքները իրենք պետք է լուծվեն ավելի խորը իրավունքներով, ավելի խորը արմատներով, ավելի խորը բաժանումներով։ Ցավոք սրտի պետք է նշեմ, Հայաստանը հետխորհրդային այն երկրներից է, որ պետություն եւ եկեղեցի հարաբերությունները ամբողջությամբ չեն մշակված։ Դուք գիտեք, որ Արևելյան Եվրոպայում, Խորհրդային Միությունում շատ հալածանքներ են տեղի ունեցել խորհրդային վարչակարգի կողմից, բոլշևիկների կողմից, կոմունիստական կուսակցության կողմից, հազարավոր հոգևորականներ սպանվել են, աքսորվել են, եկեղեցին ունեզրկվել է, նյութական բարոյական մեծ վնասներ է հասցրել։ Անձամբ ես ծառայելով Ռումինիայում, որ եկեղեցին մեծ հարվածներ է ստացել, ոչ միայն ռումեն ուղղափառ եկեղեցին, այլև գրեկո-կաթոլիկները, ռոմանո-կաթոլիկները, լութերական եկեղեցին, հայ եկեղեցին, մուսուլմանները, հրեաները, պետությունը հարաբերությունները հստակեցրել է բոլոր, այսպես ասած, համայնքային փոքրամասնությունների հետ, վերադարձրել իրենց պահանջմունքը եւ զրոյացրել է։ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որ պետություն եկեղեցի հարաբերությունները չեն կարգավորված։ Իհարկե, շատերը կասեն, որ խնդիրը Արցախյան հարցն էր, որովհետեւ Արցախ կար, Արցախի պահելու խնդիր կար եւ եկեղեցին եւ վեհափառ հայրապետը միշտ կողմն է եղել, որ եկեղեցին կանգնած լինի պետության կողքին, որպեսզի Արցախը լինի, հայաթափված չլինի եւ բոլոր միջոցները երբեք եկեղեցին հարց չի բարձրացրել, որպեսզի վերադարձվի իր ունեցվածքները, իր բարոյական վնասները պատճառած վերադարձվի եկեղեցուն, երբեք չի եղել։ Եվ վեհափառ հայրապետը եւ Սուրբ Էջմիածինը Վազգեն վեհափառից, Գարեգին առաջինից եւ Գարեգին երկրորդով միշտ կանգնած են եղել այս հիմնարար սկզբունքով։ Ամեն ինչ պետության համար։ Երբ մենք խոսում ենք իշխանությունների միջամտության մասին, գիտեք, ես չեմ ուզում անկեղծ չլինել եւ ասել, որ Հայաստանի 91 թվականի իշխանությունները ուղղակի կամ անուղղակի իրենց հայտարարություններով ամեն դեպքում միջամտել են եկեղեցու ներքին գործերին, խորը հարգանք օրինակ տածելով հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, բաց գաղտնիք է, բոլորս գիտենք, որ առաջին նախագահը աջակցեց Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսին, որպեսզի նա տեղափոխվի Հայաստան, ամեն ինչ օգնեց իր, ես չեմ ասում ուղղակի միջամտել, բայց կանգնեց նրա կողքը, որպեսզի նա ընտրվի ամենայն հայոց հայրապետ եւ հիմա շատերը դա ուղղակի կամ անուղղակի հիշեցնում են։ Սա արդյոք սա միջամտություն չէր։ Առաջին հիմնադիր նախագահի, այսպես ասած, միջամտությունը պետք է հասկանանք ինչպես է տեղի ունեցել։ Իր ցանկությունն է եղել կամ իր ստիպողությամբ է եղել կամ իր, այսպես ասած, սիրելի վեհափառն է եղել, որ Գարեգին առաջինը տեղափոխվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Մենք չենք կարող այդ հարցին որևէ մեկս պատասխանենք։ Ես կարծում եմ, որ սա կուլիսների ետևի խոսակցություն է եւ որևէ մեկը չի կարող ասել։ Ես բացի հոգեվորական լինելուց նաև գիտությամբ եմ զբաղվում եւ նաև հենց դրա համար եմ ձեզ հրավիրել այստեղ։ Որ գիտեմ, որ դուք նաև գիտնական եք այո։ Եվ ամենակարևորը նա է, որ խոհանոցային խոսակցությունները պետության եւ եկեղեցու հետ կապված կարևոր հարցերում մենք չենք կարող կարծիք հայտնել։ Մենք այդ կարծիքները կարող ենք ամբողջությամբ հնարավոր է ամբողջությամբ կազմենք, երբ որ մենք վավերագրության հետ ծանոթանանք, փաստավավերագրության հետ։ Այս մասին մենք վերջնական կարծիք կարող ենք ունենալ, երբ որ մենք ուսումնասիրենք փաստաթղթերը, հասկանանք ինչպես է եղել,
Վերջի վերջը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, պետությունը եւ Անտիլիասի կաթողիկոսությունը ունեն դիվան։ Եվ այդ ամեն ինչը կարծում եմ մի քանի տասնամյակ հետո դիվանի թղթերը կբացվեն, իսկ այսպես կարծիք հայտնելը, պարոն Հակոբյան, կարծում եմ անշնորհակալ գործ է։ Օրվա իշխանությունները, ինչպես նշեցի, ունեցել են որոշակի դերակատարություն, ուղղակի կամ անուղղակի, իսկ ասենք խորհրդային շրջանում օրինակ, եթե վերցնենք, գիտենք թե ինչ վերաբերմունք է ունեցել եկեղեցու հանդեպ, մենք գիտենք ցարական շրջանում այդ Պալաժենի հայտնի այդ դրույթը, որ հայոց եկեղեցու պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից էր նաև, եթե այս զրույցի այս հատվածը ընդհանրացնելու լինենք, ինչ կարող ենք ասել, ինչ պետք է անի Հայաստանի պետությունը եւ ինչ պետք է անի Մայրաթորը, որպեսզի այս հակասությունները, այսպիսի հակասություններ չունենանք։ Ես կարծում եմ, որ պետությունը եւ եկեղեցին եւ ամենակարևորը արժևորող այս երկու ինստիտուտը մարդիկ պետք է սիմֆոնիայով քայլեն միասին։ Մեր պատմության մեջ, մեր ժողովրդի պատմության մեջ եկեղեցին, երբ որ պետությունը ձեռքի բռնել են, կարողացել են հասնել մեծագույն նվաճումների։ Դա օրինակ առաջի մեծ բանը, օրինակը չբերեմ Տրթատ թագավորի Սուրբ Գրիգոր Լուսավորչի, որ կարող են նույնիսկ հակափաստարկներ բերել։ Ամենալավագույն օրինակը պատմության մեջ Վռամշապուհ թագավորն է եւ Սուրբ Սահակ Պարթևն են, որ այդ վճռորոշ ժամանակահատվածում պետությունը եւ եկեղեցին միասնաբար գտան ազգի փրկության բանալին։ Եղել է նաեւ Բագրատունյաց շրջանում, եղել է Կիլիկիա շրջանում, եղել է նաեւ ինչու՞ չէ նաեւ եղել է հենց երրորդ հանրապետության շրջանում առաջի տարիներին, երբ որ ինչու Վազգեն Վեհափառին ամենայն հայոց կաթողիկոսին տվեցին ազգային հերոսի կոչը, առաջինը։ Երեք հոգու հետ միասին առաջինը տվեցին։ Հիմնադիր նախագահը կարող էին տալ այլ մարկանց, բայց եկեղեցին էլ այս ամենը չբարձրաձայնեց, ամպագորգոր չհնչեցրեց, որովհետև ինչ որ արել է Վազգեն առաջի կաթողիկոսը Արցախյան պայքարում, առաջի երրորդ հանրապետության կազմավորմամբ դա միայն գիտի պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմնադիր նախագահը եւ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը։ Եվ դրա համար եմ ասում, որ փաստերը եւ փաստավավերագրական այս տեղեկությունները պետք է ուսումնասիրվեն լրջագույնս եւ կուլիսային այդ խոսակցությունները կամ խոհանոցային խոսակցությունները պետք է դադարեցվեն։ Պետությունը եկեղեցին մեր ժողովրդի համար բոլոր ժամանակներում պետք է իրենք համագործակցեն, բայց իրար իրավունքները չոտնահարեն։ Պետք է լինի մի գիծ, որից հետո յուրաքանչյուրը պետք է չանցնեն։ Եթե հզոր է պետությունը, հզոր է նաև եկեղեցին։ Հայ եկեղեցին միշտ կանգնած է այն կարծիքին գաղափարին, որ պետության հզորությունը նաև կախված է եկեղեցի հզորությունից եւ հակառակը։ Եվ վերջում, ինչ կարելի անել այս իրավիճակում, երբ թվում է, որ բոլոր կարմիր գծերը հատվել են, գիտենք արվել են հայտարարություններ, նաև ոչ կոռեկտ հայտարարություններ, հնարավոր է կողմերը հետ քայլ անեն եւ ի վերջո այս ոչ հաճելի վիճակից մենք կարողանանք դուրս գալ։ Ես կարծում եմ, որ մեզ պակասում է ողջախոհությունը։ Ատելությամբ եւ այս գաղշ մթնոլորտով որևէ հարց չի լուծվելու։ Եվ ուզում եմ շարունակեմ խոսքս, որ կուսակրոնության հարցը քննարկելով, երեխաներ ունեն կամ չունեն այդ հարցը քննարկելով, մենք չենք հասնելու, կամ պատճառը նա չէ, որ Արցախը կորցրինք, 120,000 հայությունը հայաթափվեց, դիվանագիտական բանակցային գործընթացները վիժեցվեցին։ Առաջնային, երկրորդական, երրորդական խնդիրները մեր ժողովրդի համար պետք է լինեն հստակ։ Ես պարզապես խնդրում եմ, որպես հոգևորական, որ հայուախառն արտահայտություններ, գրառումներ դադարեցվեն։ Մեր ժողովուրդը
այս ամենին արժանի չի պարզապես։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, զրուցում էի Տեր-Հետում Քահանա Թարվերդյանի հետ, Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, խնդրում եմ դուք տարածեք այս նյութը, հավանության նշան դրեք, որպեսզի շատ ավելի մարդիկ կարողանան մեզ դիտել։